Ես նախ խոսալը սա ադրբեջանական մամուլն է, առաջինը ով հրճվանքով, ծափարություններով, տրենգի պարելով ողջունեց այսօրվա պերֆորմանսը Փաշինյանի կապված Սարոկյանի հետ, ադրբեջանցիներն էին, ադրբեջանական մամուլը անմիջապես արձագանքեցին, կարող է մի բան կա մենք չգիտենք, ժողովուրդ, տեսեք ռետորական հարց եմ տալիս, խոսում են մաֆիայից, Մաֆիայից են խոսում են այն մարդիկ, ովքեր ըստ էության գործում են որպես մաֆիա, կարող է տեղյակ չեն, բայց վստահաբար փոքր ժամանակ ֆիլմեր նայած կլինեն եւ հենց ֆիլմերում է, որ մաֆիան է խլում մարդկանցից ունեցվածքը, այլ ոչ թե հակառակը։ Երկրորդը, բոլոր այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք լինում, հստակ տեղավորվում են Ադրբեջանի պետական դոկտրինի մեջ Հայաստանին թուլացնելու։ Ես ստիպված եմ օգտագործել քաղաքացիական պայմանագիր կուսակցության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների այսօրվա բառապաշարը եւ մի հարց տամ։ Արա դուք կայֆ եք ստանում թուրքի տակ տրենգի պարելով։ Այս պարագայում շատ հետաքրքիր է այն հեքիաթահյուսությունը, որին այսօր մենք ականատես ենք եղել, հոռոմ տատու հեքիաթներն են։ Առավոտից երեկո, ինձ մոտ տպավորություն է, որ թե Փաշինյանը, թե իր ասազանդարները, իրանք ըստ էության համարում են մարդկանց, իրականում իրանք տենց են կարծում, որ մարդիկ չեն հասկանում, միգուցե անմեղսունակ են, ոչ, սխալվում եք, մարդիկ անմեղսունակ չեն, ու քանզի հոռոմ տատու հեքիաթներն է, մի հատ այդ հոռոմ տատու թաշկինակը կապեք, դուս եկեք դուրս, արևածաղիկ վաճառեք ամենայն հարգանքով բոլոր արևածաղիկ վաճառողներին, ամենայն հարգանքով Ժորժ ջան, իրանց կողքից այս կողմ կնստեք, էլի հետները չնստեք, հաստատ չի ծախվի։ Ու այդ հեքիաթները պատմեք։ Բանդիտիզմ եւ պետական ռեկետ, ուրիշ բառ եւ ուրիշ որակավորում այստեղ չկա։ Բանդիտիզմ եւ պետական ռեկետ։ Այսօր մարդուն բռնում են պաստառը պոկելու համար, հասցնում են այն վիճակի ինքնասպանա լինում։ Այսօր պապիկը Փաշինյանի միտինգի ժամանակ ուզում է հարց տա, ինչի համար իր թորանը վառեցին, կհիշեք այն դեպքը 15 մեր զինվոր տղեկը, որ վառվեցին, բերանը փագելով հանում են դուս։ Կարող է գիտեք արևմտյան Ադրբեջանը, հա? Չէ, սա ձեր արևմտյան Ադրբեջանը չի, սա Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ այո, շատ եք սիրում ծոծրակականց, չէ, այդ խոսքերը հիշում եք, ուրեմն ծոծրակներիդ օղ արեք, ոչ թե նայեք, այլ հենց ծոծրակի վրա օղ արեք։ Ոչ Սարոկյանը, ոչ մենք, երբեք սեփականությունը հայրենիքի հետ չենք փոխում։ Պարգևավճարներին, սիրահարներին, կարծում եմ այս ֆրազը անհասկանալի կլինի, բայց այնուամենայնիվ